Սիրելիներս, այս գեղեցիկ ծաղկած ծաղիկով, տյուլպանով էլ սկսում եմ հոլովակս։ Առաջին հերթին ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ ձեր լուսավոր բարի գրառումների համար։ Սիրելիներս, դա մեծ աստվածանություն է, որ մենք մեկին չճանաչելով տալիս ենք իրար բարի մաղթանքներ, շնորհակալ ենք լինում։ Դա Աստծո լույսն է, որ մեր հոգուց է գալիս, եւ մենք ունենք հոգևոր լույս։ Սիրում եմ ձեզ, գրկում, համբուրում։ Սիրելիներս, հոլովակս, որ սկսեցի նկարել, մտա ներս, 20 րոպե հետո տեսեք ինչ անձրև է գալիս։ Որոշեցի ցույց տամ բոլորիդ, որ մեզ մոտ ինչպիսի վատ եղանակ է, քամի, անձրև, ցուրտ, շատ ցուրտ է մեզ մոտ, կտրուկ։ Տեսնում եք, հարգելիներս, ինչ ձույն է գալիս, 20 րոպե հետո անձրևից սկսեց առատորեն ձույն գալ, էլ որտեղից մեր սածինները չփչանան այս խոնավ եղանակին, չենք կարողանում հողի մեջ դնել, ստիպված մինչև կիրակի պետք է սպասենք, նոր արդեն տեսնենք եղանակը փոխվի, վարու ցանկանենք։ Որ լուսամուտի մոտ եմ, որոշեցի ցույց տամ այս գեղեցկուհուս։ Հիմա սիրելիներս, ես որպես հարցս գնում եմ Ռամեզ քաղաք գործով։ Ճանապարհին որոշեցի նկարեմ, ձեզ ցույց տամ։ Տեսեք ճանապարհը ինչքան գեղեցիկ է, կանաչ ծառերը, ամռանը, երբ որ տերևներն են լավ մեծանում, ավելի է գեղեցկանում։ Այստեղ անձրևը նոր է սկսում։ Ընդամենը մեզ մոտից 20 կիլոմետր է հեռու Ռամեզ քաղաքը։ Մեզ մոտ շատ ուժեղ անձրև է, իսկ այստեղ ոնց որ նոր է սկսել խոնավանալ գետինը։ Գնացինք, շատ սիրում եմ այս ճանապարհը։ Իր կանաչապատված, գեղեցիկ ծառերով։ Տեսեք ամպերը, ապուր ամպեր են հարգելիներս։ Առաջ Աստված, հետո մենք։ Տեսեք ինչ գեղեցիկ տյուլպանները ծաղկել են։ Ապտեկայի կողքն է, հարգելիներս, ասեք որ շատ։ Սիրելի հետևորդներս, այս տյուլպաններին տեսեք ինչ գեղեցիկ են։ Մեր գործը վերջացրեցինք, հիմա տուն ենք վերադառնում, տեսեք, դեղին, կարմիր, բոլոր գույների կա։ Շատ գեղեցիկ է, հավանում եմ Ռամեզ քաղաքը, շատ իր գեղեցկությամբ, արձաններով, տեսնում եք, շատ լավն է։ Հիմա այստեղ ցույց եմ տալիս քամի, փոթորիկ ոնց որ լինի, ծառերը եւ ձայնը չեմ կտրել, որ ձեզ լսելի եւ նկատելի լինի։ Ամեն ինչը գործերս դասավորվեց, հիմա գնանք տուն։ Արդեն վերադարձել ենք տուն, մեր բոլոր գործերը ավարտեցինք, հարցս սուրճ է դնում, հյուր ունենք, ասեցի նկարեմ, խոսեմ, չցանկացան։ Ես էլ հյուրերի կարծիքը հաշվի եմ առնում, ցույց չեմ տալի, ոչինչ, սիրելիներս։ Այս գեղեցիկ կոնֆետներով, մրգով, ջրով կխմեն, բայց ես չեմ օգտվելու, ես չեմ խմելու, թող իրենք անուշանեն։ Այս գեղեցիկ կոնֆետներով էլ ձեր օրը ուզում եմ միշտ քաղցր լինի, միշտ այդպիսի քաղցր օրեր ունենաք։ Սրտանց հոգով հրավիրում եմ սրճի իմ լավ քաղցր անուշ բարեկամ։ Սիրելիներս, հիմա մինչև սուրճը խմելը ուզում եմ ձեզ ցույց տամ ամուսնուս բերած նկարներից եւ իր նկարարներից Հայաստանից։ Հիշում եք, հին հետևորդները կհիշեն, որ ասել եմ շատ նկարներ է բերել։ Սա ջրաներկով նկար է, որը նկարել է 87 թվականին մեր տան ծաղիկն է։ Տեսեք ինչ գեղեցիկ է, թարմացրել է եւ կախել է մեր միջանցքի պատին։ Շատ գեղեցիկ ժամացույցներ նվեր ենք ստացել եւ իր համապատասխան տեղում էլ կախված է։ Հիմա ցույց եմ տալիս այս նկարը, տեսնում եք, շատ վաղուց պատմություն ունի, ասել եմ մեկ անգամ 40 տարուց ավել, մեր կվարտիրայի պատին էր, բերել ենք հիմա այստեղ, սա էլ կալոնկա է, որ երաժշտություն են լսում երեխաները։ Իսկ հիմա գնամ տեսնեմ Մարինեն ուր է, եկել եմ չեմ տեսել, օհո Մարինեն նստած է եւ առաջին անգամ է պատրաստում լոքոներ իր մազերը, այս
Ֆենը լոքոներ պատրաստող ֆենը նվեր է ստացել։ Հիշում եք ցույց տվեցի նվերների մեջ ընկերուհին է նվիրել եւ փորձում է։ Հələ մենք էլ ուշադիր տեսնենք ինչ է ստացվում։ Կարողանում է սարքել մազերը։ Այո, կարողանում է, ինքը շատ պատրաստված, սիրում է իրեն շորերը ակուրատնի եւ մազերը։ Խնդրեմ, շատ գեղեցիկ ստացվավ Մարինե ջան։ Վերջում էլ կտեսնենք, թող բոլորը փաթաթի վերջացնի, կտեսնենք ինչ ստացվար։ Ես գնամ սուրճը խմել։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ես շատ լավ եմ։ Հələ վերջնական արդյունքը մազերի տեսնենք Մարինեի։ Ապրես, կեցես, արդեն լավ պատրաստում է, բայց սիրելիներս, էլ չի պատրաստելու լոքոներ, որտեվ դպրոց է գնում, երևի ամառային արձակուրդներին մի երկու անգամ։ Մենք չենք սիրում, որտեվ իրեն մազերը շատ գեղեցիկ են հուսված, կապված, պետք չի դեռ։ Շատ շնորհակալ եմ լավ գրելու համար։ Ես շատ սիրում եմ։ Ձեր բարի մաղթանքները ծննդյան առթիվ։ Իմ աղջիկը ձեզ շատ սիրում է, հարգելիներս։ Դե լավ, Մարինե ջան, ազատ ես։ Սիրելիներս, ուզում եմ ձեզ ցույց տալ սածիլներս, տեսեք ինչ մեծացել են եւ քառատողով ավարտել այս հոլովակը։ Հոգնած տարիքս ուսերի սառնեմ, հոգնած ոտքերս քարշ տալով գնամ մեր հին տան դռները բանամ, հին երազներիս կանթեղը խառնեմ, ցուրտ մոխրի տակից մի կրակ հանեմ, փչեմ թեժանա ու ես տաքանամ, արթնացնեմ մերոնց հարց ու փորձ անեմ ու լսեմ նրանց ու հանգստանամ։ Սիրելիներս, այսքանով ավարտում եմ այս գեղեցիկ հոլովակը, տեսնում եք ինչ կանանչ արդեն մեծացել են սածիլներս։ Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, Աստծո օրհնություններով օր, միշտ եղեք ուրախ, երջանիկ օրհնված, սիրում եմ ձեզ հարազատներդ, իմ անուշիկ քույրիկներ ջան, իմ սիրելի բաժանորդներ ջան, այսքանով ավարտում եմ հոլովակը, մինչ նոր հոլովակ։ Նվագում է թոռնուհիս ձեզ բարի դիտում։